Շանթ հեռուստաընկերությունը և HD Production-ը ներկայացնում են։ Իմավորեք, Հովանես Դավթյան։ Բարի երեկո, շատ սիրելի հանդիսատես, սիրելի հետևորդներ և հեռուստադիտողներ։ Սա HD Stand-up հաղորդաշարն է, Շանթ հեռուստաընկերության եթերում և HD Production-ի YouTube-յան ալիքով բարով եք եկել։ Ոնց եք սիրելիներս, ոնց է տրամադրությունը, եկեք հասկանանք ծափահարություններով։ Հրաշալի, ուրախ եմ, որ լավ եք, հով մրսած չեք, լավ է, տակա, ստեղ չէ, էլի դուրսը, ոնց էր, ես առավոտից ստեղ TV-ում պլեն եմ, լավ է արդեն, տականում է եղանակները, սորս մամ խոսել եղանակներից և հատկապես նորին մեծություն ձմեր եղանակից, սիրում եք ձմերը ընկերներ, ովքեր են սիրում ձմերը, արդեն ոնց որ մեղմվեց, չէ, այս տարի շատ խիստ ձմեր եղավ, ոնց որ արդեն հալոցներ, կատկտոցներ, կրճտոցներ անցավ, չէ, կապը ցնող, ոնց որ ընդունված է ասել կապը ցնող ցրտերը չեմ, բայց լավ տեղը տեղին ձմեր արեց, վաղուց չէր եղել, քանի տարի սենց ձմեր չէր եղել, իսկական խիստ ցրտաշունչ ձմեր եղավ, ոնց տեսնում ենք, հա, կարոտել էինք, վաղուց մեր բալիկներն էլ ձնագնդիկ չէին խաղացել, ձնագնդի էին խաղում, սանկա էին քշում, բոլորը ուրախացած, նենց էինք ուրախացել, որ Աֆրիկայում է ձուն եկել, ոչ թե Հայաստանում։ Մեծ մարդկանց էլ եմ տեսել մի քանի օրը ուրախացած, էլի երեխեքի հետ, թավալ գլորների պրոցեսների մեջ, ձնեմարդ էին սարքում, նենց նայում ես լուրջ մուժիկա, դες ձնեմարդը սարքել է, կնգան Գայան, նատ գազարքից սրակիթը դնեմ։ Այն էլ կսում է գազարը, վեկա, ես ինչ գազար արա, մի քիչ մեծը չկար, այն էլ ընդիս, չէ, չկար, կակույ պրիվետ, տակույ ատվետ, այն խոսքալ, լավ է, իհարկե վատ կողմներ էլ ունի, ձմերը մեր սիրելի երթևեկությունը, օրինակ, ինչքան տեսալ սև դեմքերով տղեկ ավտոներ են բրդում, սառույցի վրա, մտածում ես արա, էլ ինչքան դժվար գործ կա խեղճանդիկներին են տվել, հետո հասկանում ես, չէ, հայ են ուղղակի այդ բուքսավատ անելու սեղը տվել է դեմքներին, գնում ես մեքենայով, սա խփած կանգնա, դեմ, չի հանդիպել, 20 հատ դեղ, որ տված, նայելով գնում ես տենաս ինչ աղել, դեմ դու ես մեկին տալի կանգնում, ամենահավորը տաքսիներն են ես եղանակներին, հենց ձունը գա, առաջին պաթիլ ընգավ ասվալտին, կիլոմետրը 10,000 դրամ է դառնում, անցեք լուրջ էլի, ոնց կարելի է, այ ձեր ցավը տանեմ սիրելի տաքսիստներ ջան, կամ տաքսիի այդ ֆիրմաների տերեր, որտեվ հիմնականում անհատներ չեն, չէ՞ հիմա, ասենք չգիտեմ, քաղաքի կենտրոնում 200 մետր տանում է 3,000 դրամ, ինչ ա եղել եղբայր ասում, ախպեր ջան ձուն ա եկել, հասկացան ձուն գար էլի, ինչքան կարելի է, ավետ ասենք, որ ասում են ձմերը իմ սիրած եղանակն է, ես չեմ հասկանում, իմն էլ էր փոքր ժամանակ ձմերը, բայց գնալով հուսահատում, գիտեք, ընդունում եմ իրա գեղեցիկ կողմը, շատ լավ, բայց դե ասենք ձմրան ինչն է սիրում, էլի, դողդողալով, կրտկրտալով գնալը, թե սառույցի վրա սոտ տալ, քիթբերնի վրա անգնել, հիմնականում կանայք են, չէ, դե իրանք ռոմանտիկ են, դուք սիրելի կանայք և էմոցիոնալ, իմ սիրած եղանակն է ձմերը, դե ուզում ես ասես դե ոչ կոմունալներն ես դու մուծում, ոչ զիմնի պագրիչկեքն ես դու առնում կցում, կլնի, բա ինչ կլնի քո սիրած, ում սիրած եղանակն է ձմերը, հստակ մի հատ եկեք, շատ, իսկ գոհ եք այս տարվա ձմերվանից, Հայաստանյան, տեղը տեղին ձմեր էր, բայց մեկը ասեք, որ 90-ականների ձմերներին չէր հասնի, տենց հա թե չէ, հա? Հերիք չի այդ մութ ու ցուրտի մեջ էինք ապրում, մի հատ այդ ձմերներ կող խսնում իրա պայեն, որ օր այդ ինչ ցրտեր էր, ես հիշում եմ, որ կրտ-կրտա, ես հիշում եմ ոնց էինք հագնվում, մի հատ գլխակը քաշում ենք մինչև ստեղ վերևից, շարֆը բարձրացնում ենք մինչև, մենակ աչքի բիբերն էր մնում, դե քիթը փակ բնականաբար շնչուղիները չվառվի, այ տենց խիստ ձմեր, ականջները փակ, որ չկապտահարվի, մատները սարցա, ինչ էին ասում, մատնաշունչ էին լնում, հիշում եք, այնդ վախում ենք շենքի տակով ասեն, սասուլկապով ասեն, լվացքները ոնց էին քարանում,
Վախում էիր մեկի նասկին ընկնի գլխիդ մեռնես, այ տենց դողդո շենքերից հեռու ենք քայլում։ Հատկապես են բրդի նասկիները, հիշում եք, տատի գործած են։ Էդի որ քարանում էր, օրսարև էդ բումերանգ էր, գցեր, հետը չէր գալի, մեկի վիզը կդրեր կեթար։ Էդիշ նասկիներ էին արա, էդիշ թելից էր, հիշում եք, ուղտի բրդից էր, ինչ էր։ Հաստությունը, ճկուտից հաստության թել։ Տատի որ նստած առավոտից իրիկուն գործում էր, հիշում եք, կապ չունի տունը ինչա կատարվում, ինչ է, ինքը իրա ուգլը բռնած, համ գործում էր, համ երգում։ Ինչ ծիծեռնակն էր, էլի, համ շինում էր, համ երգում, համ գործում էր, երգել որնա, ֆրիստայլ հորինում էր, էլի էդ պահին։ Ինչ մտքին, ինչ անում էր, էտը երգում էր, հիշում եք։ Տատին գուլբա, կործեմ, իմ բալին, Ոդնա թատը չէ սարի։ Ինչ անում երգում էր, պատճառները, հետևանքները, սաղ կլսեիր այդ երգի մեջ։ Տակ-տակ հակնի, դուս իշնի, ձուն-ձուն խաղա չէ մրսի։ Ձուն-ձուն, ծնագնդին ձուն-ձուն էին ասում, այդ սերնդի ներկայացիչները, հիշում եք, ձուն-ձուն։ Սեքսին էլ ձին-ձին էին ասում, եթե կհիշ։ Իրանք էլ շուտ էին ամուսնանում, հիշում եք, հենց ձուն-ձուն խաղալու տարիքից դուրս էին գալի, ձին-ձին անելու տարիքն էր գալի արդեն, կպած։ Ձուն-ձուն խաղում պրծնում, ձեն-ձեն էին տալի, ձին-ձին էին անում, ձին-ձին չէր արա։ Անխիղճները 14 տարեկանում էլ ամուսնանում էին, հիշում եք։ Անխիղճները ինչի չնայած, լավ էլ շուստրիները։ Շուտ էին ամուսնանում, ծորրան հարսանիքին էլ պարեն, տենց բան գա, ծորիս հարսանիքի, ծորիս թորնա զանգի, այ տենց տատիներ են։ Գնում ծորի հարսանիքին պարում, արդեն հալ չկար վրեն, այսօջերը ծորան գլխին, Օրհնանքները տադի յանից ինչ ուզեր կասեր։ Մեծ կին արան, ամեն ինչ կարելի։ Մեծ կինը ոնց նայում էր ամենամեծ կինն էր տարածաշրջանը։ Բայց շատ լավն են, շատ։ Եկեք մի հատ ջերմ ծափահարենք մեր տատիկներին։ Սիրելի հանդիսատես, լավագույն նվերը ձեր կանանց։ Հակամարտություն ստենդափ կատակերգության վերջին երկու ներկայացումները։ Մարտի 7-ին եւ 8-ին ժամը 15:00-ին սիրով կսպասեմ ձեզ Սունդուկյանի անվան թատրոնում։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը, քանի որ դրանք սպառվում են շատ արագ։ Հիշեցիք, չէ, այդ երկող տատիների տեսակը, բոլորդ էլ ունեցել եք կամ եթե տանը չէ տեսել եք, երկող տատի էլ ասում եմ, յանի խաղալիք ա նոր տար։ Երկող տատիներից ունեք, պարող ձմեր պապիների մյուսն է։ Չէ, բայց քանի մեծանում ավելի երկեցիկ էին դառնում, կապ չունի, սլուխ ունի, չունի, երգում էին միշտ, հիշում եք, ինչ անում երգում են։ Ու ես նոր եմ հասկանում, պետքա ուշադիր լինեինք իրանց բառերին։ Դե մենք ոնց է, ասում ենք տատի ադելա, մեծ կինա երգում է, էլի չենք էլ լսում։ Որ ուշադրություն ես դարձնում, հասկանում ես ինչ ասում, իր ամբողջ ջահելության խնդիրների մասին է հիմնականում ելնում երգերը։ Լսում ես հենց որտեղ են, սարից իջավ Դեժով ջուր տարա, որը խամի, ասեցես ինչ սիրուն ես դու, խապես տարավ դեզի հետև, լավ այ տատի ջան, հասկացան, այդ ցավը, լավա պապին սաղ չի արա, լսեր գժվեր, այդ բողոքն է, էլի, են ժամանակվա կիսաբաց լուսամուտներն են, հրաշ ջան, խապես տարավ դեզի հետև, դաշտի տեղը, հնձի, լավ մի խոսք կար, ուզում ասեմ շատ են, չափից շատ են երգում, երևի կընդունեք, որ տենց էր, չէ, երգել լավ, բայց շատ էլ, երկու կուպլետ երգում էր, նոր մի տող գնում էր այդ գործվածքը, գիտեմ, դրա համար էլ պլանը թերակատարում էին, տարվա վերջ երկու զույգ գուլպա էր տալի, չի ուներ, հետո հատկապես որ չէր հավանում, հետ էր քանդում երկու գից, մոտկա էր ելնում, երգն է հետ էր գնում, բայց ինչ մոշ նասկիներ էին նորից հիշենք, ընկերներ, հիշեք Հիշում ենք հակրը բրոնի ժիլետի բան, բրոնի նասկիներ էր, ասում էր դուսը շատ ցուրտ է, ասում էր ոտերիս այդ նասկիներով։ Այդ տենց, ու կապ չունի ինչ գույն, հիշում եք ինչ անդուր գույների էին ելնում հիմնականում։ Գույնն էլ կարևոր չի, հիմնականում խակի կանաչը, չէ, թեթև բորդո էր տալի, մի քիչ էլ փորը թուլ երեխու կակաշկի բան տեց ինչ-որ գույն։
Կներեք, բայց այդ խառնուրդը, դե որտեղ նոր կծիկներ չէր առնելու, ինչ մնացել էր տակը, դրանցով շուլալում էր, էլի, կավա պուճուր թորան համար գործեր, կեսից պարզեր պուճուր թորը շատ ունի, մեծ ինապեր, մի քիչ մեծացնի, կրունգը ու թաթը ուրիշ գույն էր խառնում, հիշում եք։ Արդյունքում ստացվում էր շատ տաք, շատ ապահով մի հատ ռաբիզություն։ Մոտավորապես այսենց, հենց Հիշում եք, ես ինչ է աղբեր, չես հասկանում, պուճուր երեխու գլխակա, մեծի ձեռնոցա, կատվի բնակարանա, ինչ ասես, սփրոցա, տարազա, ինչ է, բայց մի հատ էլ պապային էր մեծը գործում, հիշեք, նույնն են 43 համարը, լե, պապան է որ տակ հակած գալ, սաղ, թրջված, լղկված, սարած, ոտերը տակ, հազիվ մի քիչ կավա խոնաված հասներ, գալի հանում էր, իրանից գոհ, գցում էր պարավոյին, 3-4 րոպե չանցած, մանրից բուղը տալիս էր, ու տենց ինչ-որ տենց հոտերի միքս էր ստեղծվում, ուղտի բրդի թելի հոտը, պապայի ոտերի հոտը, նոր տարվա սեղանի վրի խոզի բդի հոտը, հոտային միքս հրավառություն էր, դրսից գալիս էր կարիք չկար հարցներ, պապան եկել է, պարզ էր, որ պապան եկել է, լիֆտի մեջից ջոգում էր, որ պապան եկել է, այդ տենց հոտ էր, որ միշտ քթի տամանում, ասում են նոր տարի առաջինը այդ հոտն ա գալի, նոր մանդարինի հոտը, այդ տենց ծանր ձմեռներ ենք անցկացրել, իդեպ սիրելիներ, եկեք փաստենք, որ այն ժամանակվա ձմեռները ոչ մի ընդհանուր աղերս չունեն հիմիկվա ձմեռների հետ, համաձայն եք, շատ ուրիշ ձմեռներ էին այն ժամանակ, հիմա ասում են ձմեռը անցկացրինք, չէ, ձմեռը վայելեցինք, այն ժամանակ ոնց էր, ձմեռը հանեցինք, հիշում եք, հանում էին, տատիկի, պապիկի իմ աչքերին նայում էի, հասկանում էի, որ չէին արտահայտում, երեխա ենք, շատ բան չլսենք, չհասկանանք, բայց նենց աչքերով էին նայում իրար, իբր այս տարի էլ չմեռանք, հանեցինք ձմեռը, այդ այնց դժվար տարիներ էին, իսկ հիմա ձմեռները, գուլյատները, մանները, ծաղկաձնները, դահուկները, կայֆերը, կայցերը, ոչ մի ընդհանուր բան, միակ ընդհանուր բանը, որ այն ժամանակ էլ հիմա էլ բոլոր ձմեռներն ընդհանրացնում է, դա այն է, որ ժողովրդի ձեռը փող չի ֆռում, չէ՞։ Տենց հա թե ձեր մոտ էլ է հունվար ամիսը ամենավատ կրիզիսային ամիսը ֆինանսական ընկերներ։ Դե որտեվ հայ ենք, չէ՞, մենք էկոնոմիան էլ չգիտենք, դեկտեմբերի վերջը ախպեր մինչև վերջի կոպեկ, դավայ նոր տարի, մինչ ամենալավ յոլկեն, ամենալավ խաղալիքներով, բանը բուդը տոլմ են, ուտելիքները, նվերները ու պենք տալի, ոչինչ հեսա նոր տարի է, նոր հույսեր, նոր նպատակներ, նոր գործեր, նոր փողեր, նոր էս քեզ, նոր ֆիգ գալիս է նոր տարի, նոր պարտքեր, նոր վարկեր, նոր պրոբլեմներ, կոմունալները դեկտեմբերի, ամենաստրեսային օրն է, չէ՞ ժողովուրդ ջան, կոմունալների օրը հունվարին, որ գալիս է հատկապես ով որ մուծողն են գնում ներվային ծիկերի մեջ։ Այդ 200,000 եք վարյանը։ Այդ ինչ եք վարյանը, 200,000։ Սկսում է կակազել ակամը։ Ինչ եք վարի, իրար եք վարել, ինչ եք վարե բան, իրա սիրտն է վարվում, հասկանում եք։ Եղբայրը չես հիշում ինչ էր, գազի 4 աշկն է վառած էր վերջին մի շաբաթը, նոր տարուց առաջ, մեկ վրա ժարի տեյկամ, մեկ վրա պարի տեյկամ, վարի տեյկամ, խաշում ենք, մենք խաշում ենք, բեն չգիտեմ, նույն պահին դուխովկի մեջ խոզի բուդը միանից էիք բրթեն նեգրի ժպիտը մյուս իրար հետ էփում էր, համերն է խառնվե իրար, չես հասկանում ինչ է դարել, խոզի ժպիտ թե նեգրի բուդ, էլ չեմ ասում, որ բուդն էլ վերջին օրին 2 սուտկա հոսող ջրի տակ պահում են, չէ, որ մի հատ մաքրվի, Սևանն էլ ընդեյա ցամաքում, այնքան են բաց թողում, այդքան էլ չգա, էլ չեմ ասում, բա նվերներն էլ մյուս կողմից, ովքեր երեխաներ ունեն տանը, սիրելիներ, շատ լավ է, Աստված պահի ձեր բալիկներին, բոլորիս, երեխաները ովքեր ունեն նվերների ծախսն, դուք եք չէ նվերները ասում, ով էր ասում, նվերների ծախսը, խնդրեմ, մի հատ Սանտա Կլաուսի կողմից, մի հատ ձմեռ պապիկը, մի հատ մամայի պապայի, մի հատ պապայի, մի հատ մամայի պապայի իրար հետ, մի հատ քուրապերների, մի հատ չգիտեմ, շատ չենք լուրջ վերաբերվում նոր տարուն, հա, երեխեքի համար ամեն ինչ կարելի է, դրա մասով չեմ ասում, բայց առհասարակ նկատել եք, որ շատ ենք լուրջ ընդունում նոր տարին, վերջերս, ու շատ շուտվանից ենք սկսում պատրաստվել ժամանակային, ես օրինակ հրապարակի տոնածառը, հեռու չգնանք, ես հիշում եմ, որ դրվում էր 10-15 տարի առաջ, երբ էին դնում, դուք ասեք, դեկտեմբերի
20-ից, ապրեք, ես էլ եմ հիշում, 15-ից շավակում էին, 20-ին բացում, այս տարի նոյեմբերի 25-ներին ինչ արդեն երկաթները շարում, ինչ եք վրազում։ Կամ առևտուրը մի ամիս շուտ են փեթակը կրում են տուն։ Ինչ են տանում մի ամիս շուտ, ինչ ուտելիքներ, որ չփչանա, պրոբկեքը մի կողմից։ Վերջի 10 օրը մի շաբաթն էին լում, հիմա դենց էլի դեկտեմբերի 1-ին կիլոմետրերով բան, գիտենում ես դեմը մի հատ աղջիկ լրված այն։ Տեսակ աղջիկներ են, չէ՞ արդեն քշողները։ Իհարկե լավ քշողներ էլ կան, այնց մեկ ու մեջ բան չունեմ ասած, հիմնականում մենակ ուղիղ գնացող աղջիկներ կան։ Որ աչի ձախի խնդիրաբացն խառնվում են իրար։ Զանգում ասիրացին, կյանքին ապտան, որ նվիրել եմ, վերասի անձրև ինչ քշես վտանգավոր է, հենա անձրև եկավ կանգնել եմ, սաղ պրոբկեն ինքն արել։ Հայտարակություն, մետրո մտնում ես նույն խսիրը, ինչ է, սամակատով մանգաս, ախավոր է, ուզում եմ ասեմ ամեն ինչը շուտ է սկսում, նույնիսկ են բոմբճկեք տրակացնող երեխեքը։ Մենք իմ հասակակիցներ կհիշեք, իմ հասակակիցներից կան տղաներ, ովքեր այդ բոմբերը վառել գցել են, մի հատ ծափահարենք հասկանամ։ Բոլորից հայտնի պատմություն է, չէ՞։ Այն նույնը, երբ էինք անում, դեկտեմբերի 28, 29, 30, 31 լավ թող լինի, գիշերը թող մի հատ էլ հունվարի 1-2 վերջանում էր ու տես լոկալ, տես փոքր մեր սահմաններում, տեղերում, մեր բակերում բան։ Հիմա արեն դեկտեմբերին 10-ից տոն գեմ քաղաք որ դե ասի։ Հյուսիսայինով իջնում էի դեկտեմբերի սկզբին, արա մի հատ իսկան բան գցին վրես։ Այդ լացիրակ վարեց Ռատոմային ռումբա գալի վրես տենը։ Ընկավ կողքսել էլ տարիքով մա գեմ, որ գիտեք։ Լեղաչա ունայն դալանիտակ ես կամ էր լացիրակ։ Զղկում արա, չես ամաչում։ Մենք էլ հեչ այդ էր ցավտամ, տուրիստներն են մեղք։ Տուրիստները չգիտեն մեր այդ պատանեկան ավանդույթների մասին։ Հատկապես պատերազմական երկրներից փախած տուրիստները, մեծ մասը, չէ՞։ Մի մասը Ուկրաինայից են, Պաղեստին, Իսրայել, բան, դրանց վրա բոմբա գալի, որ արաբներին Ալլահ ակբար հանձնվում են ընկնում փոլին։ Մոսկվայում բնակվող սիրելի հանդիսատես, լավագույն նվերը ձեր կանանց։ Հակամարտություն ստենդափ կատակերգությունը կարող եք դիտել մարտի 10-ին, ժամը 20-ին, Մերիդիան մշակութային կենտրոնում։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը։ Սիրով կսպասեմ ձեզ։ Չէ երեխային, բան չունեմ ասելու, բայց նորից եմ ասում, ոնց հատուկ տեղեր, ճիշտ ժամանակ, ճիշտ օրերի, ճիշտ ժամերի, մենք օրինակ ոնց էր բակերում շատ դպրոցների դեմն ենք գցում, հիշում եք տղեկ, հիմնականում ում ոտերի տակ ենք գցում այդ բոմբերը, տղաներ, հլը ասեք, տեսնեմ, հիշում եք, հա? Այո, աղջիկներն են պատասխանում, ասում եմ տղաներ, ասում մեր ոտերի տակ ենք գցել, մենք չգիտենք, ճիշտ է, աղջիկների ոտքերի տակ ենք գցում, ովքեր չգիտեն, ասեմ, փոքր են չեն իմանում կամ մեծ են մոռացել են մեր հասակակիցները, հիմա չգիտեմ այդ ավանդույթը կա, թե չէ, դպրոցից պատրաստված դուրս են գալի, դասերի վերջում, կանգնում ենք դպրոցի դեմը, պատրաստվում ենք, որ այս աղջիկը դուրս գան, սկսենք ռմբակոծել։ Ու մի հատ տարօրինակ բան կար, էդ էլ հիշացնեմ կհիշեք հաստատ։ Ամեն մեկը իր բոմբը գցում էր հիմնականում իր սիրած աղջկա ոտերի տակ։ Այդ ինչ ֆետիշ է, արա ես չեմ հասկանում։ Այդ ինչ մարազմ, այդ ինչ տարօրինակություն է։ Երբ որ տենա ոնց է իր սիրած աղջիկ, սենց վախում, ինչ է։ Աբսուրդ։ Ու տղեկ կան գալի ասում են, ասենք գալի ասեն, ապր գայուշի ոտերի տակ հանգարց բոմբ չգցեք, բան տենց։ Ինք տենց ուժեղ տղա էր էլի, բան զգուշացնում էր։ Դե մտածում էր հավանած աղջիկն է, ասում է չգցեք, չվախենա, վերջում ասում էր ես պետք է գցեմ ընկերը։ Տուպո яра, դու հավանածը աղջիկն է, կարող է վաղը մյուս օր ամուսնանում ես, ինչ ես գցում ընկնավորցնում, ամուսնանաս ծիկերով գա ձեր տուն, դուրդ կգա։ Եվ շատ հավանական է, որ վաղը մյուս օր ամուսնանա, որովհետև այն ժամանակ ամեն մեկը իր տրակցրածին վերջում տանում էր տուն։ Պատասխանատու սերունդ էր։ Հիմիկվա նման չէր։ Հիմիկվա երեխեքը вообще չեմ հասկանում ինչ են մտածում, ոնց են ապրում, ինչից են հաճույք ստանում։ Այդ բոմբոճկեք բան շատ քիչ որ ասում եմ, բայց էլի շատ քչերն են։ Դրսի խաղեր բան չկա, իրար հետ մարդկային շփում, TikTok-են թերթում, չէ՞։ Արհեստական բանականությամբ ապուշ վիդեոներ են սարքում եւ շփվում են ում հետ հիմնականում։
ChatGPT, ապրեք։ Երևի դուք էլ եք, հա, ChatGPT։ Չէ՞, գիտեք, հիմա ծիծաղում ենք, բայց ծիծաղիս մեջ ցավ կա, ասեմ։ Ես ինքս էլ ունեմ փոքր երեխա, ու չգիտեմ ուրա գնում այս կյանքը, այս սերունդը, նրանց արժե համակարգերը, ինչ են դառնալու մի քանի տարի հետո, ինչով են զբաղվելու, ինչից են ուրախանալու, ChatGPT, ասես բալես նոր տարի շնորհավոր, ChatGPT ասում է նոր տարի շնորհավոր, ինչ պետք է անես։ Ես սերունդա դառնում կամացնում։ Եթե քեզ ասում են նոր տարի շնորհավոր, դու կարող ես ասել շնորհակալություն, շնորհակալություն։ Մեծերն էլ առաջվա նման չի։ Այս նոր տարիներին թեք ուզելի։ Անչեն կայֆ չեմ բռնում, հիշում եք առաջ մինչև հունվարի քանիսն էին գնում իրար շնորհավորելու, 10-ը, 12-ը, չեմ ասում թե դա էլ մի շատ ճիշտ էր, բայց հիշում եք սկզբում ազգի մեծերի տուն էին գնում, հա, հետո քավոր սանիկներով իրար, հետո մոտ ընկերներով, հետո աշխատողներով, հա, բան, շեֆի տուն, նրանք աշխատան, հետո իրանք էին գալի ձեր տուն, այս այնց ինչ-որ շփում կար, հիմա մեծերի հավեսն էլ է փախը, օրինակ նոր տարին եկավ, հա, հունվարի 1-2 բան են անում, մի 7-8 օր տենց խմում պարկում, ուտում պարկում, խմում պարկում, պախմելն ու աղեստամոքսային տրակտը գրգած լրված ա դիվանը։ Ինչ ազ, ես տենց չեմ տեսակով, ես հունվարի 1-2, 3-ից կպնում եմ գործերից։ Կան էլի ձեր մեջ մարդիկ, ովքեր 3-ից 4-ից արդեն աշխատանքային են, հա։ Մնացած մասը աղեստամոքսային տրակտն է, հա, ոնց հասկացա։ Չծափահարողն է, չէ, ձեր գործն է, ուղղակի ես չեմ հասկանում մի բան, էլի, ինչքան այդքան երկար, ասենք զանգում ես ինչ-որ հարցով, ասում ախպեր դե տարին նոր ա սկսել ընկերն, մի քիչ անցնեմ հասկանանք ինչ ալն, ինչ պետք է, չեք այդքան լուրջ վերաբերում, հասկացանք, դեկտեմբերի 31-ին մութը ընկել ա, հունվարի 1-ին լույսը բացվել ա, հասկացանք, տարին պետք է, բայց դե մի քանի տարի առաջ զանգեցի Խադավիկից, Խադավիկս տեսակ ես ասեցի։ Զանգեցի լուրջ խնդիր ուներ, մեքենաս ձեն էր գալեն։ Քշում էի աջ կողմից ձեն էր գալի ու տանում էր ռուլը, աչ էր տանում, դե ասի մի փորձանքի չգամ։ Հունվարի 8-ի 10-ի տենց կողմերներ զանգի Արմ ջան, բարև նոր տարի շնորհավոր բան, քոն էլ ախպերս, ասի մի հատ մեքենան նայ, բերեմ նայ, էլի աչա քաշում, բան չէ, սապեր տարի նոր ասկսեմ մի քիչ ընկնի հունի մեջ ջոգենք, էլի ողջուն։ Ես դից զարմացել, ասում եղբայր մինչև քո տարին ընկնի հունի մեջ, իմ ավտոն հունից դուրս կգա կընկնի ձորի մեջ, այլ ասում եմ աչա քաշում։ Ընդհանրապես կապ չունեցող բաները շատ ենք կապում իրար հետ, համաձայն չեք։ Ինչ կա, օրինակ, չգիտեմ, վերանորոգում ես անում, հա, կաֆելդ պետք է խփեն, վստահում ես, էշի պես, ասում ես կխփի հաստատ կաֆել չկա։ Լավ տղա, հաստատ կխփի բան։ Մի շաբաթից գալիս ես առրք ես խփել, ոչ մի հատ կաֆել չկա, զանգում ես, ասում ես, եղբայր ինչի՞ չես խփել։ Ախպերս ասում է, ես քեզ խափելու բան չունեմ։ Հենց այդ արտահայտությամբ սկսում են, ուրեմն խափում են, գիտեք, չէ՞, այդ արդեն գիտենք, բնականաբար ասում եմ, մոտիկ ընկերոջս հերն էր մերը։ Նենց բան ասում, արդեն չես կարա քֆրտես։ Ասում ես հետո, ախպեր ընդ բանի խիդա թաղումը, սուտ բան է, ասեմ, ընկերոջդ հերը ինչ կապ ունի կաֆելիս հետ, եղբայր։ 7 օր չես խփել, երբ էր մեռել, քո ընկերոջ մեռած հերը ու իմ կաֆելը մի ընդհանուր բան կարան ունենան, որ երկուսն էլ սառն են։ Ասենք, ինչքան կարելի է կապ չունեցող բաներ այդ մանկուց է մեր մեջ նստած, դպրոցում։ Այսինչ ջան, արի դասը պատասխան, ընկեր Պարանյան, չեմ սովորել։ Ինչի, պապիկիս տարել էին հիվանդանոց չկա։ Այ բարի ջան։ Ինչն էր ծիծաղը։ Չէ, բայց պապիկի տարել են հիվանդանոց, բա կակրած նստեիր դասերը սովորեիր, ցավը տան։ Հեսա որ բերեն, էլի չի թողելու սովորես։ Անենցա քոքելու լուրերը։ Միջև վերջի խազը քոքում են, չէ, պապիները։ Ու նույն լուրերը լսում է 5 անգամ, ասում ես պապի դելնը, լսել ես էլի նույն բանը ինչ, ասում ես սպասի լուրերը չեմ լսում։ Սպասում եմ պրձնի տենամ Սուրենյանը ինչ ասում։ Եբ է տականալու, այդ ցավը տանեմ, դու տակ պահի, մնացածը ես Սուրենյանի հետ Սուրենյանին խափնվես էլի դուս ես գալու ոտդ սոտ տասարոցի վրա անգնես միս ոտ դե ջարդես տանեն հիվանդանոց էլի թորներդ գնան կներեք պապիկիս տայել են հիվանդանոց չեմ սովորել դու ոտդ ջարդում ես թորներդ անգրագետ են մեծանում այ պապիկ համել Սուրենյանին ինչ ես վստահում դու քո ինտուիցիային վստահի ցավը տանեմ հենց տատին նորից սկսես դուրդ գալ ուրեմն օրերը տաքանում են պապի ջան
Սիրելիներս, ես ուզում եմ, որ անկախ եղանակներից եւ եղանակային պայմաններից ձեր սրտում, ձեր հոգում միշտ գարուն լինի, ձեր բնակարաններում միշտ տաք լինի, միշտ ժպտակ եւ ուրախ լինեք։ Իսկ մենք կամենք ամեն բան, որ ձեր ժպիտը չպակասի։ Սա HD stand-up-ի հերթական թողարկումներ, HD Production-ի YouTube-յան ալիքում եւ Շանթ հեռուստաընկերության եթերում կհանդիպենք հաջորդ շաբաթ նույն ժամին, նույն տեղում։ Մնացեք բարով։